Պարոն Մաղսուդյան, Բագրատ Սրբազանը խոսեց փողոցային պայքարի մեկնարկի մասին, ասաց, որ ծրագրվում է այդ ամենը, առաջիկայում կտեղեկացնի ժամը, ինչ հնարավորություններ եք դուք տեսնում իշխանափոխության։ Այն ինչ Բագրատ Սրբազանը ասել է, դա իրականության համապատասխանում է ու ես առաջ օրվանից ասել եմ ու ասում եմ, շարունակում եմ, որ այս ազգադավ իշխանությունը մեկ րոպե շուտ պետք է հեռացվի ու հեռացվելու է։ Այսօր եթե իրանք սահմանազատման գործընթացը ըստ օդից կախված լուրերից մայիսի 10-ին պետք է սկսեին սահմանազատման գործընթացը, ինչ թե պատճառը, չգիտեմ ինչ պատճառներով սահմանազատման գործընթացը կայացրել են։ Ես մտածում եմ իրենց մեջ վախ կա շարժման վերաբերյալ, որ շարժումը նորից շարունակում է իր գործընթացը եւ կանխելու է իրենց կատարած հողերի միակողմանի սահմանազատում կատարելը։ Իրենք դրան են սպասում։ Գործընթաց չի իրականացվում այդ հատվածում։ Պայդությամբ ոչ մի գործընթաց չեն սկսում։ Ես իրենց ասել եմ, որ չեմ հանդուրժելու ոչ մի բան։ Ես ինքս եմ պայքարելու սահմանազատման դեմ, այսինքն միակողմանի սահմանազատման դեմ, իրենց մտածելով դա կոչվում է սահմանազատում երկկողմանի, բայց մենք ինքներս ենք տեսնում, որ միակողմանի սահմանազատում է։ Հենց այն պահին սահմանազատում գործընթացը փորձեցին սկսեն, ես ինքս եմ ոտի կայնելու, պայքարելու, ոնց որ առաջ օրվանից եմ պայքարելու այս ազգադավ իշխանության դեմ։ Մաղսուդյան, թեպետ Մովսես, Չինարի, Վաղանից գյուղերը ավելի հեռու են Կիրանցից, Ոսկեպարից, այնուամենայնիվ լսում ենք, որ ամեն օր կրակում են դիրքերի ուղղությամբ տեղեկություններ ունեք, այդ գյուղերում ինչ է տեղի ունենում։ Իհարկե տեղեկություններ ունեմ, կրակոցները լինում են, որը որ այս իշխանությունները թաքցնում են, ոնց որ խնածախում են թաքցնում եւ տարբեր տեղերում են թաքցնում, դա ընդամենը Ադրբեջանը հող է նախապատրաստում պատերազմի, բայց սրանք այս թրքագետ իշխանությունները փորձում են ամեն ինչ պահեն ժողովրդից, հանրությանը չներկայացնեն, որ հակառակորդը կրակում է, բայց մենք ինքներս էլ գիտենք, հասկանում ենք, որ հակառակորդը հող է նախապատրաստում պատերազմի։ Բայց սրանք դրա մասին չեն արձագանքում, սրանք զբաղված են փոխարեն հեծանիվ քշելով կամ էլ ազգային ժողովում հիմար օրենքներ ընդունելու բանակի մասով։